Վարչախմբի ամենաօդիոս կերպարներից մեկի Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա ձերբակալվել են իմնեմնի մի փոդքասթի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ Նայք Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը, ձերբակալվել են իրենց ազատ խոսքի, ընդդիմադիր կեցվածքի եւ քննադատության համար գործող իշխանությունների հասցեին։ Ալեն Սիմոնյանը ամենասկանդալային պաշտոնյաներից մեկն է դավաճանական վարչախմբի կազմում եւ ոչ մեկ անգամ է հայտնվել սկանդալային իրադրություններում։ Ամենահայտնի սկանդալային իրադրություններից մեկը հենց կապված է ձեզ հետ, պարոն Մկրտչյան, եւ կխնդրեի ձեզ ներկայացնել, թե ինչ էր տեղ ունեցել տարիներ առաջ ձեզ հետ Ալեն Սիմոնյանի հետ կապված։ Բարև ձեզ բոլորիդ, այո, հագիչ պատմեմ այդ անփախցալի վիճակը, անփախցալի ոչ թե միայն իմ մասով, այլ ընդհանուր մեր երկրի պետության խայտարակության մասով անփախցալի։ Ուրեմն ապրիլ 2-ն էր 2023, երբ Արցախի բնակչությունը շրջափակման մեջ էր եւ վարչախմբի ռեժիմի ներկայացուցիչները անիմաստ ձևով անդարբեր էին այդ իրավիճակի վերաբերյալ, որ իսկապես շատ վատ վիճակում էին մեր Արցախի հայրենակիցները եւ Ալեն Սիմոնյանին ուրեմն դեսա հասկացում ես ոստնում էի գնում էի միտեղ եւ ինչպես կարծեմ ամեն հայ քաղաքացի պետք է անի իրենց անունով բնորոշելու այդ ռեժիմի ներկայացուցիչներուն ես հորացի Թավաջան մի քանի անգամ եւ վերջին Թավաջան ասելս մի քիչ մելոդիկ էր, այսինքն հեքնանքով էր իրականության մեջ իր ախրանիկները այնտեղ էին, ինձ համար էական չէին իրենք եւ ուրեմն այդ վարյանին իրենց ուրեմն անվտանգության ներկայացուցիչները նշանարեցին որ կանգնեմ, ես էլ կանգնեցի եկավ իրենց ուրեմն BVD-ի ուրեմն այդ ղեկավարը ասեց ինչ ես անում, պետք չէ Թավաջան ասել, ես ասում չէ Թավաջանը, ուրեմն Թավաջան եմ ասելու եւ ինձ կանգնել էինք մի անգամից ինձ երկով շրջապատեցին, բռնեցին, թարթուցին եւ մի անգամից տեմսով տեսնեմ ազգային ժողովի Հայաստանի ազգային ժողովի նախագահը ասեց Թավաջանը մամատ է եւ թքեց երեսից եւ ես շշմած էի այնտեղ ոչ թե եղածի միայն պատճառով այլ որ հենց ազգային մեր պետության ազգային ժողովի նախագահը կարող այդպիսի վարդուց ապրել դրանից հետո ինձ ամիջապես ես անշուշտ մի քիչ sense շարժեցի ինձ քեդին բարգեցրին մի րոպե երկու րոպե եւ դրանից հետո ասեցին որ պիտի սպասես որ ոստիկանությունը կա եւ քեզ բաժին տանի եւ դենց էլ արեցինք սպասեցինք եւ ոստիկանները եկան ինձ կարծեմ բոլորն էլ իրականության մեջ ամոթանք էին զգում որովհետեւ իրենց համար շատ անընդունելի բաներ նաեւ այդ եղածը բոլորի համար գնացինք ուրեմն բաժին այնտեղ ճուզեցին իրականության մեջ հաղորդում ներկայացնեմ որովհետեւ կամ ասեմ նկարագրեմ որովհետեւ շատ վատ էր լինելու որ ասենք ասկային նշելու էին որ Հայաստանի ազգային ժողովի նախագահը թքել է քաղաքացու վրա եւ իրեն են պերմանենտ արգել կամ բերել բաժին փոխանակ ինձ ասել էին որ իդենտիֆիկացնելու են քեզ ոնց որ Ալեն Սիմոնյան արդեն իդենտիֆիկացրել էին եւ իրեն պետք չունեին բաժին ինչ որ էսա էր բադածը անընդունելի բաղվածք խայտարակություն եւ ամենամեծ բայց խայտարակությունը աներ որ վերջը ուրեմն process-ներու ընթացքին գլխավոր դատախազը որոշեց կամ ենթադրեց որ մարդու վրա թքելը, բռնելը եւ թքելը խուլիգանություն չէ ուրեմն մյուս բոլոր ասենք քաղաքապետարյանների կամ մյուս քաղաքացիներու աննշան բաները նույնիսկ որոնք հանցանք չեն, դրանք հանցակազմ են բարունակում
այլ բայց մարդու վրա տկելը ամբողջ առանց որևէ բաժարի իրականության մեջ բարձրացած դավաճան բնորոշված լալու պատճառով դա խուլիգանություն չէ։ Ինչ որ է, սա մեր արտադրության իրականությունն է Հայաստանում։ Դեպքը տեղի էր ունեցել Երևանի կենտրոնում, կցանկանայի խոսեիք հավաքված մարդկանց արձագանքների մասին, ականատեսների։ Ավելի ճիշտ է բացակայության մասին արձագանքի, որովհետև իզարմանս ինձ այնտեղ շատ մարդիկ կային կաֆեների աշխատակ։ Գիրագի Երևանից է, Գիրագի առավոտյան, չգիտեմ, ժամը դեռևս կամ կեսօրվա մոտ էր 1 լեփլեցուն կասկադ մարդիկ նստած սրճարաններում, կաֆեներում, դուրսը աշխատագիցներ, այդ վաղտ նաև այդ սալիկներն էին փոխում, այնտեղ նաև աշխատագիցներ կային, որոնք կասկադի սալիկներն էին փոխում։ Եվ ոչ մեկ արձագանք ունե նկատելի ինձ արձագանք։ Մեկը չհամարձակեցավ ասել ինչ եք անում, չեմ ասում ասենք կային ֆիզիկական ֆիզիկապես արկել էին իրենց, բայց որևէ արձագանք չկար, այսինքն որ շատ դավերնակ էր ինձ համար։ Ենթադրում եմ դա շփախտաբար ահաբեկումի մտնոլորտից է, որոնք քաղաքացիները զսկում են, ոմանք չեն կարողանում դա շրջանցեն, ուրիշներ կարող են, բայց կարծում եմ գնալով արդեն այդ իրավիճակը այնպեսին է, այնքան այս մարդիկ իրենց սահմաններն անցել են, որ արդեն քաղաքացիներու մեծամասնության համար արդեն չափը անցել է շուտվանից եւ ես կարծում եմ մարդիկ իրենց խոսքը կասեն, գուցե ոչ բանով գներեք, գուցե ոչ բարձրացնելով կամ մեկը իր ցևով կանի, բայց ես վստահ եմ, որ Հայաստանի ժողովուրդը հայությունը ընդհանրապես այս մարդուց, այս ռեժիմի ներկայացուցիչ զզված է արդեն եւ ժամանակն է գալու, որ իրենց խոսքը ասելու են։ Եվ վերջում ինչ խոսք ունեք քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սահաթելյանի եւ առհասարակ Հայաստանում քաղաքական բռնաճնշումների մասով։ Նախ պիտի ասեմ, որ բինտ կացեք բոլորիդ, որովհետև ձեր արածը շատ մեծ դուք վաստակ եք ունեցել թե Նարեկը, թե Վազգենը, թե այնուհետև բոլոր քաղաքապետարները, Սրբազանները, Սամվել Կարապետյանը, Լիդիան եւ այլն, որովհետև իրականության մեջ այս պայքարը իմ կարծիքով հայության պայքարն է օդար ուժերու դեմ։ Դա սակապ չունի, այս մարդիկը չեն ներկայացնում հայությունը, իրենք հայության շահերը չեն պաշտպանում եւ իրականության մեջ մեծամասնությունը իրենց ցախողած մարդիկ են կյանքի մեջ, որոնք ոչ մի բան չեն կարողացել ստեղծել իրենց կյանքի մեջ, բարոյականությունից զուրկ, որևէ գարբիքիչ չհասկացող, որևէ ասկային արժեք չփայփայող մարդիկ են, որոնք կորձակալություն են անում օդար ուժերու համար, բայց իրենց վերջը մոդ է, ինչու համար, ես որտեղ այս չղարցությունները, որ ունեն այս բռնաճնշումներու հասկացումը ուղիղ գաբ ունի իրենց բռնապետության ընդհանրապես բռնապետություններու հետաքիծի է, որտեղ սկսում են ճնշել, ավելի են հեռանում իրենց հասարակությունից, իրենց ժողովրդից, իլյուզիաների մեջ են ընկնում եւ դա ավելի խորացնում է ճգնաժամը վիհը իրենց եւ ժողովրդի միջև, իրենք դրա համար պետք է ալավելի բռնաճնշում կործադրեն, որպեսզի ընդվզումը գացեցնեն, որտեղ ալավելի մարդիկ են անդրադառնում, որ ինչ է բադաղում եւ ռեակցիա են տալիս, եւ սա վերջի դանում է իրենց կործանման։ Բոլոր ամեն տեղ եղել է այդպես, միայն Հայաստանում չէ։ Պատմությունը դա ցույց է տալիս, ուրեմն սա իրենց վերջի սկիզբն է արդեն եւ սա բնականon զարգացումն է որևէ բռնադիրության ուրեմն հետաքիծին մանավանդ որ Հայաստանի մեջ մենք միագամ ենք, այսինքն մեկ էթնիկ խումբ ենք, ընդհանրապես հայությունը մեկ էթնիկ խումբ է, կարելի չէ այնտեղ, այսինք կարելի չէ մինչև վեճ գնալ եւ մնալ իշխանության։ Բացի եթե աշուշտ արտաքին ռազմական աջակցություն ունի, որ դա կարելի է, բայց դա արդեն ուրիշ մագարտակի պայքար է լինելու։ Ուզում եմ ասել, որ ծեր պայքարը, բոլորի պայքարը շատ էական է, պետք է հարադեվել։ Ես կարծում եմ, այս իրավիճակը երկար չի տևի։ Ես ցեզ օրինակ մտամ, օրինակի համար մինչև վերջերս ընկերմ ունեի, որ երկարաժամկետ առումով sense
վստահ չէր իր ինչ է մտածելու, անցյալ օրը ինձ նշել էր, որ հաղորդումը լսելու ադեն, կարծեմ Արթուր Խաչիկյանի հաղորդումներից մեկը ինձ ասաց, որ հիմա արդեն համոզվել եմ, որ սրակ դավաճան են։ Այսինքն ամեն օր այս ծեր դեղեկատվական բայկարի եւ բոլոր լրատվամիջոցներու աշխատանքի արդյունքում ալավելի հայեր, ալավելի քաղաքացիներ իրազեկ են դառնում իրողությանը եւ որ այս խմբակը աբիգարներու իրականության մեջ դավաճանների խմբակը մեր շահեր չի պաշտպանում որպես ազգ եւ իրենք շատ ոչ հերու աբակայում ես կարծում եմ որ հայությունը իր խոսքը գասի եւ այս բոլոր օրերը մեզ համար մրցավանքի նման մի հին հիշողություն կմնան։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ ձեզ ձեր աշխատանքի համար։